Տեսեք, վերջին օրերին մի շատ վատ դիսկուրս է Նիկոլը սկսել երկրով մեկ, այդ արցախցի երիտասարդը, որ մոտեցավ իրան, ասեց ինչու դու չես զոհվել, ինչու ես կենթանի մնացել, հետո այս ոնց որ սենց ալիքով տարածվեց եւ սկսեցին այդ իր թիմն էլ վերցրեց այդ չելենջը ու սկսեցին շարունակել, նաեւ դու ինչի չես զոհվել, նա ինչի չի զոհվել, հիմա մարդիկ սկսում են արդեն պատասխանել, բա դուք ինչի չեք զոհվել, հա, կարծես թե զոհվելը մի երանելի վիճակ է, մենք փոխանակ մտածենք նրա մասին, թե ինչու են այդքան մարդ զոհվել, հիմա մեկս մյուսից հարցնում ենք, թե նա ինչի չի զոհվել, սա ինչի չի զոհվել, բանը հասավ նրան, որ արդեն անվանական են հարցնում մարդկանց, դրանց պաշտպանության նախարար կոչվածն էլ ձեր անունը տվեց եւ հրապարակից հայտարարեց, որ ձեր ընտանիքում 6 երիտասարդ կա, ինչու չեն զոհվել։ Իհարկե մի օր հետո ոնց որ հերքել է, թե ես նկատի չունեի զոհվել, ես նկատի ունեի պատերազմին մասնակցելը, բայց այդ ելույթը բոլորս լսել ենք, որ ասել է նահատակվել բառը, այսինքն եթե ինքը չգիտի, որ զոհվելն ու նահատակվելը նույն բանն են, ոչինչ չեն կարող անել, բայց ամեն դեպքում ես կարծում եմ իհարկե, որ հասարակությունը շատ վատ ընդունեց այս դիսկուրսը, հա, ինքը իր մեծ հաշվով բոլորը դատապարտեցին, մերժեցին, հա, թքեցին, մրեցին, բայց դե իրանց վրա դա չի ազդում։ Ուղղակի կա մի ինչ-որ զանգված, որը նաև լսում է, ասում է, հա, դե ճիշտ է, ասում էլ ինչի չեն զոհվել, հա։ Ես կուզեի, որ ոչ թե մեզ բացատրեք, այլ այդ մարդկանց բացատրեք, հա, ոչ թե զոհվելու մասով, այլ նրա այն մասով, թե պատերազմում մասնակցել են, չեն մասնակցել, ինչու չեն մասնակցել ձեր զավակները եւ առհասարակ ոնց կարելի է պատասխանել, ոնց կարելի է դադարեցնել այս տեսակ գարշելի լողկալի դիսկուրսների տարածումը երկրով մեկ։ Դուք ոնց եք դա պատկերացնում։ Ես կարող եմ ասել, որ մեր ընտանիքի տղաները թե պատերազմի ժամանակ, թե դրանից առաջ աշխատել են, որ իրենք չզոհվեն, որովհետև իրենք կենտանի մեռելներ են, իրենք ուրիշ ոչ մի խոսույթ չեն կարող տալ հասարակությանը, մենք առաջարկում ենք ծրագրեր, ինչպես կարող ենք զարգացնել մեր երկիրը, ինչպես կարող ենք ուժեղացնել մեր անվտանգությունը, որպեսզի մարդիկ չզոհվեն, այս մարդիկ բերելով հազարավոր զոհեր այս տարիների ընթացքում, նույնիսկ չեն կշտացել դրանից, ուզում են, որ հայ բնակչության ամենակիչը այն ընդդիմադիր ուժերը, ընդդիմադիր ժողովուրդը բոլորը զոհվեն, եւ եթե մենք չկանգնեցնենք այս process-ները, իրենք կհասնեն իրենց նպատակին, սաֆարովները կմտնեն Հայաստան եւ այդ ժամանակ մենք չգիտենք ով կզոհվի, ով կենտանի կմնա, բայց վստահ եմ, որ առաջին հերթին այդ ասողներն են զոհվելու, որովհետեւ ոչ մեկը չի ընդունում եւ չի սիրում այդպիսի խոսույթներով հանդես եկող մարդկանց։ Թող այդ ասողը լավ ուսումնասիրի իր ղեկավարած նախարարությունը եւ տեսնի այդ 6 տղաները եւ իրենց ընտանիքը ինչեր են արել։ Երևի ինքը այդքան ուղեղ չունի, որ գոնե ուսումնասիրի դա։ Լավ, մի թեմա կա, որի մասին կուզեի, որ դուք էլ արտահայտվեիք, հա։ Ես իմ դիտարկումները ցույց են տալիս, որ հասարակությունը երկու խնդիր է դնում ձեր առաջ, հա, երկու պահանջ ունի ձեզանից։ Մեկը, որ երաշխավորված լինի, որ ցնցումների մեջ չի ընկնելու երկիրը, պատերազմ, արհավիրքներ, ճգնաժամեր, չգիտեմ, ֆորս մաժորներ լինելու, այսինքն դուք պիտի կարողանաք խաղաղ կառավարեք եւ ավելի լավ վիճակում պիտի լինի երկիրը, քան թե Նիկոլ Փաշինյանի ժամանակ, եւ երկրորդը իր համար կարեւոր է այդ վախի գործոնը, հա։ Ես ինչքան հետևում եմ, տեսնում եմ, որ մարդիկ այսօր ինչի են կարկանդված, ինչի են այսքան սահմանափակ խոսքի ազատության մեջ, իրենց դրսևորումների մեջ, նույնիսկ վախենում են ընդդիմության հանրահավաքներին մոտենալ, կարծիք հայտնել, մի հատ լայք դնելու համար կարող են աշխատանքից ազատվել եւ այլն, եւ այդ վախի գործոնը երևի երբևէ երկրում այսքան մեծ չի եղել, ինչքան հիմա է, ու դա շատ բացական դեր է խաղում, հա, վախը նաեւ ստիպում է մարդկանց, որ
գնան հենց այդ վախով էլ քվեարկության գնան։ Դրա համար հիմա գլխավոր խնդիրը, որ դուք պիտի լուծեիք, ինձ թվում է այս փուլում, պիտի լիներ այդ վախից մարդկանց թոթափումը, մարդկանց ոգևորելը, մարդկանց հասկացնելը, որ մի վախեցեք, ձեր համայնքապետը, հիմնարկի ղեկավարը, այս այն, ասենք փոքր գյուղեր կան, որտեղից մենք արձագանքներ ենք ստանում, որ հայտարարակ տերոր, տոտալ վախի մթնոլորտ է ձևավորված եւ մարդկանց զգուշացնում են, ասում են, որ իմանալու ենք ով ինչպես է քվեարկել։ Սրա դեմ ես ճիշտն ասած չգիտեմ, հա, ինչ ձևով կարելի է պայքարել։ Ես փորձում եմ, ասենք, մարդկանց նույն համոզել, բացատրել, որ ոչ ոք չի իմանալու ձեր քվեարկության արդյունքը, սպառնում են, կեղծ այդ սպառնալիքները մի տրվեք դրանց, եթե աշխատանքից կազատեն, կարող եք վերականգնվել, դա անօրինական է այդ ազատումները եւ այլն, բայց ես ուզում եմ հասկանալ, թե դուք ինչ գործիքակազմ եք տեսնում, հա, ինչպես կարելի է անել, որ մի հատ հեռավոր, ասենք, Վարդենիսի գյուղում ապրող մարդը չվախենա եւ գնա քվեարկին, ոնց որ իր խիղճը իրան թելադրում է։ Ինձ թվում է դուք արդեն տեսնում եք մեր գործելավոճը, անվախ գործելավոճը, դրա միակ ձևը դա է։ Երբ ամեն օր տասնյակ մարդիկ ձերբակալվում են մեր համախոհներից, բայց դա ոչ մեկի չի կաշկանդում։ Բոլորը ավելի մարտական տրամադրված գնում են առաջ։ Դրա միակ ձևը դա է։ Եվ մենք ունենք լուրջ հաջողություն այդ բնագավառում։ Քանի որ երբ որ մենք սկսել ենք պայքարը, մոտ 40%-ը չէին պատասխանում, հրաժարվում էին պատասխանել։ Այսօր դա ընդամենը մնացել է 18%։ Ես դա համարում եմ, քանի որ բոլորդ հիշում եք, որ մենք սկզբից միայնակ էինք պայքարում, համարում եմ ավելի շատ մեր աշխատանքի արդյունքը եւ մենք շարունակելու ենք այդ ոճով աշխատել, ինչ կան ուզում են ձերբակալեն։ Մեկի տեղը 1000-ն է ավելանում։ Մարդիկ արդեն իրենցից չեն վախենում, մարդիկ արդեն իրենցից զզվում են, մեկ օր շուտ փոփոխություն են ուզում եւ մենք ապահովելու ենք այդ փոփոխությունը։ Մենք նոր Հայաստանում առաջին անգամ հասնելու ենք նրան, որ ընդդիմությունը հաղթելու է իշխանությանը։ Մենք դրանում վստահ ենք եւ մեր համախոհներն են դրանում վստահ, որովհետեւ մենք թե մարզերում, թե Երևանում, երևի դուք էլ տեսնում եք մեր հանրահավաքներին, որ ոչ մեկը իրենցից չի վախենում։ Եվ ամեն օր դա գնալով քչանում է։ Դրա համար մենք ասում ենք, մենք հաղթելու ենք վախը։ Փոփոխությունը գալու է եւ հաստատ մենք ունենալու ենք այդ փոփոխությունը։ Կարողանաք համոզել, որ ընտրություններից հետո գաք իշխանության ցնցումներ չեն լինելու, փոփոխությունները ի վնաս մարդկանց չեն լինելու, էլի։ Ցնցումներ բերում է թույլ իշխանությունը, ստախոս իշխանությունը։ Մենք չենք խաբում մեր ժողովրդին, մենք բաց դրել ենք բոլոր հարցերը, մենք սա անելու ենք։ Ես նորից եմ ասում, ամսի 8-ից հետո մենք ունենալու ենք նոր Հայաստան, ամենաապահով երկիրը, զարգացնելու ենք մեր բանակը եւ ուզում եմ ձեզ երևի առաջին անգամ այստեղ հնչեցնեմ, մենք ծրագիր ունենք զարգացնելով բանակը, վերազինելով բանակը նոր տեխնիկաներով, հասնենք նրան, որ մեր ժամկետային ծառայությունը հասցնենք 1 տարվա։ Ընդամենը 1 տարվա ընթացքում մենք հասնելու ենք դրան եւ մեր ժողովուրդը կտեսնի դա։ Ես գիտեմ, որ սրանք տարածում են, որ մենք ավելացնելու ենք նորից 2 տարի, բայց մենք հակառակն ենք անելու։ Մենք 1 տարի ենք սարքելու ժամկետայինը։ Ունենալով ուժեղ բանակ իհարկե։ Քանի որ գործընկերներս երկու հարց են տալիս, ես էլ 2 հարց տամ։ Առաջինը, ձեր թիմակիցները ձեզ անվանում են Հայաստանի հաջորդ վարչապետ։ Ներկա պահին գործող համադրությամբ դուք դրա իրավունքը չունեք։ Բայց ձեր թիմակիցները ասում են, որ ստանալով մեծամասնություն ազգային ժողովում,
փոխվելու է Հայաստանի սահմանադրությունը։ Հարց. Արժե արդյոք մեկ մարդու համար փոխել Հայաստանի սահմանադրությունը։ Իդեպ ասեմ, որ նրանք քպայականները դա մի անգամ արել են։ Նրանք փոխել են ազգային ժողովով սահմանադրությունը, որպիսի Հրայր Թովմասյանը չլինի սահմանական դատարանի նախագահ։ Բայց արժե արդյոք շարունակել այդ սխալ պրակտիկան։ Նայեք, մենք չենք փոխում սահմանադրությունը, մենք փոխում ենք սահմանադրության մեկ հոդված, 148-րդ հոդվածը, որը ազգային ժողովով հանգիստ մի հատ քվեարկումով փոխվում է։ Բայց դա երևի մեր երկրի ամենակարևոր հոդվածն ենք փոխում։ Դա չի արվում ինձ համար։ Դա արվում է այն 7 միլիոն հայերի համար, ում զրկել են իրենց երկրի կյանքին մասնակցելու իրավունքից, վախենալով դրսի մարդկանց հնարավորություններից, իրենք փակել են երկիրը ամբողջ սփյուռքի առաջ։ Մենք դրան ենք հասնելու, մինչև այդ հոդվածը չփոխվի, դա ես վերցրել եմ իմ վրա, որ փոխենք, քանի որ դա մեծ վնասներ է հասցնում մեր երկրին։ Մենք բոլորս հասկանում ենք, Հայաստանը փոքր երկիր է, սահմանափակ տնտեսությամբ, սահմանափակ հնարավորությունների երկիր է, եւ գիտենք, որ շատ մեծ երկրներում մենք ունենք շատ հաջողակ ավելի հայրենասեր հայեր, ովքեր պատրաստ են օգնեն մեր երկրին։ Ինչի համար ենք մենք փակում։ Դուք գիտեք, որ հիմա հայերը դա նույնիսկ իրավունք չունեն մտնեն Հայաստան։ Կոնկրետ 3 մեր ընկերները аэропортից դեպորտ են արել։ Անհասկանալի պատճառներով մարդիկ եկել են իրենց հայրենիք, իրենց տուն։ Դա հասել է մարազմի աշճանի արդեն։ Դրա համար մենք անելու ենք այդ քայլը, փոխելու ենք այդ հոդվածը, դա ընդամենը ազգային ժողովում մի հատ քվեարկություն է։ Դա ոչ սահմանադրություն ենք փոխում, ոչ ինձ համար ենք փոխում։ Դրանից կարող են օգտվել բոլորը։ Բոլորը կարող են դառնալ թե նախարարներ, թե տեղակալներ։ Դա շատ կարևոր խնդիր ենք դրանով մենք լուծելու։ Եվ